Հանրաճանաչ վիրաբույժ բժիշկ Ջան Վարդանյանը մասնագիտացել է դեմքի գեղագիտական վիրաբուժության մարզում։ Նրա շքեղ գրասենյակը արդիական սարքերով ծառայում է իր հաճախորդներին, նրանց դեմքերին տալով բնական արդյունքներ։ Վարկավորված բժիշկ Վարդանյանը ուսուցանում է UCLA-ում և USC-ում։ Նրա մասնագիտությունը ընդգրկում է քթի և կոպերի վիրաբուժություն, դեմքի վերաթարմացում, ճառագայթային գործողություններ և վարսատնկում։ Զանգահարեք մեզ վիրաբուժական կամ այլ սպասարկությունների ցանկի համար։ Բարի երեկո սիրելի հայրենագիցներ եւ բարի եկած եք Ամերիկահայ բժշկական միության ծրագրին։ Ես բժիշկ Վիկեն Սեպիլյանն եմ, ձեր հաղորդավարը, եւ այսօր ունենք մեր ստուդիոյի մեջ Dr. Sherwin Hariri։ Dr. Hariri, բարի եկած եք։ Շատ շնորհակալ եմ, բարի տեսակ։ Ուրեմն Dr. Hariri մասնագիտությունն է allergy եւ immunology, այսինքն ոչ մեկ ալերգիկ հիվանդություններ, իր գլխավոր դարմանադունն է Beverly Hills քաղաքում, practice-ի անունը Beverly Hills Allergy։ Dr. Hariri-ին նույնպես UCLA բժշկական համալսարանի դասադու է եւ Cedars-Sinai հիվանդանոցում նույնպես դասադու է համանավանդ իր մասնագիտության աշակերտների, այսինքն fellowship ծրագրի վրա։ Dr. Hariri գրգին բարի եկած եք, դուք անշուշտ եղած եք մեր ծրագրի վրա COVID-ի ժամանակ ձեր մասնագիտության մեջ, որ immunology, որ գսենք, որ մարմինի պաշտպանության սիստեմի վրա վերաբերյալ հիվանդություններ եք տեսնում, բայց ուզեցինք, որ այս ծրագիրը հայտնենք ալերգիկ խնդիրներու մասին։ Գիտենք, որ արդեն շուտով քարոնը պիտի գա եւ քարնան հետ կապված դարբեր ալերգիկ խնդիրներ կարող են պատահել։ Պիտի ուզեմ, որ մի քիչ խոսենք ինչ են էս, seasonal խնդիրները, որ քարնան պատահում են։ Եթե մի քիչ կարող եք դենց overview ընդհանուր ասեք այս քարնան հետ կապված ալերգիկ հիվանդությունների։ Այո, անպայման։ Ուրեմն գարնանային ալերգիաները ասենք եղանակների մեջ ամենաուժեղ ալերգին է, ալերգիան է եւ միլիոնավոր երեխաներ եւ մեծեր affected են allergies եւ գարունը շատ բարդ ժամանակ է այն անձերի համար, որոնք ունեն allergy, երբ որ եղանակները փոխվում են, մարդիկ զգում են դա շատ վատ ձևի եւ թեկուզ օտար եղանակներն էլ որոշ անձերի համար վատ է, բայց գարնանը ամենաբարձր pollen count-ը ունի, ուրեմն ծաղկափոշիները, որոնք օդի մեջ են, օդային ալերգիները, եւ մեծ մասը ծառերից է, ծառերի pollen-ներից է, եւ միևնույն ժամանակ խոտերից էլ եւ մոլախոտերը։ Մոլախոտերը ավելի շուտ սկսում են ամռանը եւ աշնանը, իսկ գարնան ժամանակ ծառերն են եւ ծառերի ծաղկախոտը շատ ուժեղ է եւ եթե անձը ունի ալերգի, ուրեմն իրենց արյան մեջ ունեն հակամարմիններ այս ծաղկափոշիների դեմ։ Եվ ինչ է տեղի ունենում immune system-ի մեջ, immune system-ը ջղայնանում է, որ ինչու ենք այս բաները ներշնչում եւ մարմինը կարող է շատ տարբեր ձևերով ուրեմն react անի։ Ռեակցիա դա, որ այդ բաների, այդ ծաղկափոշիների կամ փոշիների ընդհանրապես։ Այո։ Իսկ հասարակ բաները, սիմպտոմներն են քթի մեջ խլինքը շատանա, congestion լինի, քթից ջուր անընդհատ գա, բերանը չորանա կամ երբեմն կոկորդի հետևը, անգլերենով ասում ենք post-nasal drip, մարդիկ անընդհատ իրենց կոկորդն են ուզում մաքրեն, բայց ոչ մի բան թե կա, թե չկա, երբեմն քոր է գալի հետևը եւ աչքերն են affected լինում, աչքերը կարմրում են, քոր են գալի, ջուր է գալի, երբեմն մորթը մաշկն է affected լինում եւ թեկուզ էկզեմա եւ ասմա է կարող առաջ բերել այս ալերգիաները։ Այո, եւ հիմա որ դուք դեսնեք նման ախտանշաններ, նման սիմպտոմներ,
ինչպես եք մոդենում, ինչպես եք դուք իմանում, որ ինչ է խնդիրը diagnosելու համար, ինչպես եք մոդենում։ Այո, տարբեր ձևի թեստեր կան, ասենք թե ճիշտ թեստը մորթի վրա ենք անում եւ բստիկ ասեղով մորթը prick ենք անում, ավելի շուտ ասենք scratch ենք անում, ոչ մի բան inject չենք անում մորթի մեջ, scratch ենք անում բստիկ այդ առաջի ասենք մորթի layer-ը, բստիկ այս pollen-ներով, ուրեմն ծաղկափոշիներով եւ մի բան էլ ասեմ դոկտոր Սեփիլյան, միայն ծաղկափոշիները չեն, որ կարող են ալերգիա առաջ բերեն, օդի մեջ կա փոշի, dust mites եւ ասենք թե եթե հիվանդը ունի շուն, կատու տան մեջ, feathers եւ իհարկե mold, mold-ը չգիտեմ հայերենով ինչ են ասում, բայց mold-ն էլ եթե լիք լինի տան մեջ ջուր հավաքվի կամ problem լինի, այս բոլոր բաները մենք կարող ենք շատ հեշտությամբ թեստ անենք, թե մեշկի վրա, մորթի վրա, թե ձեռքերի վրա, թևերի վրա, երեխա լինի, մեծ լինի, թեկուց հիվանդ անձ լինի, շատ 99% ապահով ձև է, որ տեսնենք ինչի դեմ ալերգիա կա։ Այո։ Այս վերջի տարիները, 10-15 տարիները կարող ենք արյան մեջ էլ անալիզ անենք, իսկ արյան մեջ հակամարմիններն ենք չեք անում։ Այո։ Տարբերությունը է, որ դրա համար ավելի երբեմն ճիշտ է դուրս գալի, երբ մորթի վրա ենք անում, բայց արյան մեջ էլ են կարող անել։ Այս թեստը 15 րոպե է տևում, 15 րոպե ինքը թեստը քանի վայրկյան է տևում, իսկ սպասելն է, եւ այդ նույն օրը կարող ենք հիվանդին պատասխանը տալ եւ 15 րոպե հետո պատասխանը ունենք եւ հիվանդները սիրում են հենց այդ օրը կարող ենք ասել թե ինչի դեմ ալերգիա ունեն։ Այո, այո։ Հիմա դուք ասեցիք, որ նույնպես ասման, որ շնչողության հիվանդությունն է, որ այս ալերգիկ խնդիրների հետ կապված կարող է լինի։ Եթե կարող եք մի քիչ ասմայի մասին բացատրել, ինչպես է, որ ասենք թե ձաղգափոշիները կամ ուրիշ ընդհանուր փոշիները, dust mites եւ այլն, ինչպես են, որ թոքերի հետ ալերգիկ ռեակցիա են պատճառում։ Ուրեմն ալերգիան կարող է ամեն տեղ լինի մարմնի մեջ, ազման թոքի հիվանդություն է, բայց բրոնքիոլների, ուրեմն խողովակների հիվանդություն է, եւ անգլերենով ասում ենք reactive airway disease։ So reaction-ը, ասենք թե main խողովակի կամ main bronchus-ի, որը գնում է թոքի մեջ, եւ բստիկների, դա է, որ եթե մի բան լինի, ինչի դեմ դուք allergy ունեք, այս bronchus-ը react է անում եւ նեղանում է, մկանները մեջի փոքրացում են եւ չէ կարողանում լավ շունչ քաշել։ Հետաքրքիր բանը այդ է եւ կարեւոր գիտելիք է, որ 80% ազմայի մոտավորապես 80%-ը ալերգիայից է առաջ գալի։ So եթե կարողանանք բուժել ալերգիան կամ կարողանանք ալերգիան լավ control անել, այդ պարագայում կարող ենք ազման էլ ոչնչացնել։ Այո, հիմա ասմայի հետ վերաբերյալ, եթե դուք պիտի diagnose-եք, որ այդ asthmatic ռեակցիայի պատճառը ինչ է, ինչպես եք որոշում, ինչպես եք իմանում։ Նույն թեստերն են, չէ՞ ուրիշ քննություններ։ Առաջին քայլը այդ է, որ հիվանդը որ գալիս է թոքերն են քնում, հետո spirometry կամ pulmonary function test ենք անում, ուրեմն հիվանդը փչում է մեկ հատ մաշինի մեջ, որը ցույց է տալի թոքի մեջ բոլոր, ասենք թե ինչպես է օքսիգենը absorb լինում, ինչքան ինչ է lung function-ը, թոքի function-ը okay է կամ չէ։ Այդ գործիքով կարող ենք diagnose անել առաջինը, որը մեկը ազմա ունի կամ ոչ։ Օտար գործիք էլ կա, որ ֆինոն ենք չեք անում, երկու գործիքներ կան։ Եթե ազմա կա եւ եթե հիվանդը ալերգիայի սիմպտոմներ ունի, օրինակի համար քիթն է լցվում կամ քոր է գալի կամ աչքն է լցվում, այդ պարագայում թեստն ենք անում ալերգիայի եւ երկուսին որ նայենք տեսենք, դուք շատ ալերգիա ունեք, your allergy skin test-ը, ձեր ալերգիայի մորթի թեստը շատ positive է, ուրեմն ինչ ենք անում, եթե ազմայել ունենք, ասում ենք
շատ 100%-ով չեն կարող ասել, բայց 95%-ով կարող ենք ասենք այս ալերգիաներից է ձեր ազման առաջ գալի։ Այո, կարող եք յանի այդ կասկածը ունենալ կամ բավական վստահությամբ, որ հավանաբար ալերգիան է, որ պատճառում այդ շնչողական սիմպտոմները, որ ազմայի հետ են կապված։ Այո, եւ երբ որ հարցնում ենք եղանակների մասին, անձեր կան, որոնք գարնանը ավելի վատ ազմա ունեն։ Այո։ Կամ եթե Լոս Անջելեսից ասենք թե գնում են Հայաստան 2 ամսով, ազման չունեն, կամ հակառակը, գնում են Հայաստան, գնում են Եվրոպա, ազման վատանում է, եւ այդ ձևի գիտենք, որ ալերգիայից է հավանաբար։ Այո։ Հիմա քիչ առաջ ասեցիք էկզեմա։ Էկզեման, որ մաշկային մի հիվանդություն մնե, որ մաշկը չորանում է եւ այլն, որ նույնպես ալերգիայի հետ կապ ունի գուցե, եթե կարող եք մի քիչ էկզեմայի մասին խոսենք, ինչ է էկզեման եւ ինչպես եք դիագնոզում էկզեման։ Այո, ուրախությամբ։ Ուրեմն էկզեման մորթի խնդրեմ է, երկու բան կա միշտ էկզեմայի մեջ, մեկը դա է, որ մորթը կարմրություն ունի, inflamed է, բորբոքում կա, երկրորդը չոր է շատ եւ ամենակարևորը քոր է գալի, it's itching։ Էկզեման շատ ժամանակ ալերգիայից է առաջ գալի, իսկ երբեմն էլ չգիտենք ինչից է։ Internal կա ներքին էկզեմա եւ external կա։ Նորեն ազմայի պես, երբ որ տեսնում ենք, որ անձը, ասենք թե նոր շուն ունի, կամ գարնանը ավելի վատ է էկզեման, գիտենք, որ allergy-ից է։ Երբեմն այդ pattern-ը, այդ փոփոխությունը չկա եւ էկզեման միշտ նույնն է։ Նույնն ենք անում էկզեմայի համար շատ տարբեր ձևի դեղեր կան, քրիմներ կան, հիմա թեկուց բուժում չէ, բայց սրսկումներ կան, որոնք օգնում են էկզեման, երեխաներ կան շատ վատ էկզեմա ունեն, մեծերը կան վատ էկզեմա ունեն, եւ երբեմն երբ մենք բուժում ենք կամ փորձում ենք բուժել ալերգիաները, էկզեման էլ է լավանում։ Այո, հիմա հարցնեմ, որ էկզեմայի դեղերը, հիմա երբեմններ գիտենք, որ ասենք թե որոշ մարմնի մասեր են, այդ ասենք ինչ կապ ունի ալերգիայի հետ, այդ մաշկի մասը երևի կոնտակտի մեջ եղած է ալերգենի, չէ՞ թե ինչպես է որ էկզեման հայտնաբերվում։ Ոչ, ավելի ներքին internal բան է, որտեվ երբեմն դուք ճիշտ եք, որ եթե որևէ ասենք թե perfume կամ որևէ քրեմա կամ որևէ գործիք ժամացույց մեդալ մորթի վրա լինի, դա կարող է էկզեման վատացնի, բայց atopic dermatitis-ը, որը էկզեման է, նույնը չէ ինչ որ է contact dermatitis-ը։ Տարբեր ձևի մորթի խնդիրներ կան, իսկ երբեմն այդպիսի ալերգիաներ կարող են էկզեման վատացնել եւ դրա համար էլ թեստ կա։ Այս թեստը շատ լավ է, ցույց է տալի, որ ասենք թե անձը, որը օգտվում է շամպուից, օգտվում է մեյքափից, ինչ որ ջել, մազի համար ինչ որ կա, որը մորթին է կպնում, մենք կարող ենք տեսնել, որ դուք դրա դեմ ալերգիա ունեք կամ չէ, գույն, preservative, այդպիսի բաներ։ Իսկ գիտենք, որ էկզեմայի հետ կապված օդային ալերգիաներ էլ, որը ներս եք շնչում, immune system-ը կարող են բորբոքել եւ այդպիսի էկզեման է առաջ գալի։ Նույնն էլ երբեմն կերակուրի դեմ, եթե դուք ալերգիա ունեք, նույնն է կարող տեղի ունենա։ Շատ բարի։ Ուրեմն խոսեցանք մի քիչ diagnostic թեստերի մասին, բայց գիտենք, որ ձեր մասնագիտության մեջ նոր մագարտագի բուժումներ կան, որ կարող եմ ասել, որ բժշկության մեջ ամենահառաջացած այդ կատեգորիներեն մեկն են, բուժման, ասենք թե խումբերեն մեկն են։ Եթե կարող ենք մի քիչ բուժման մասին խոսել, զանազան, լա մաշկային բուժումներ եւ այլն։ Քիչ առաջ ասեցիք, որ ալերգիկ ռեակցիաներու հիմնական պատճառը մարմինը հագամարմիններ է ստեղծում, որոշ կատեգորի մագարտագի հագամարմիններ, որ այդ հիմա կարիքը չկա խորանալու, բայց IgE կամ IgA են, որ
Եվ այդ հագամարմիններն են, որ եթե գրկնական գերբով եթե exposure լինի ալերգիկ խնդիրի, կարող է որ ռեակցիա դան։ Ուրեմն բուժման մոդեցումները երևի որ այդ հագամարմիններուն թեմ բայկարելու հագամարմիններ են կամ ուրիշ հյութեր են։ Չէ, եթե կարող ենք հիմա այդ բուժման դարբերակների մասին խոսել։ Շատ ճիշտ ասացիք, ուրեմն հակամարմինները, IgE-ները երբ որ կան, մեկը որ ալերգի ունի, դա արյան մեջ կա։ Ուրեմն ամեն ինչի դեմ մեր immune system-ը, ես միշտ ասում եմ որպես immunologist, ամեն ինչը immune system-ին կապված է իսկապես մարմնի մեջ։ Եվ այդ immune system-ը երբ որ դուք ուրեմն ասենք թե մեկ բանի ալերգիա ունեք, հատուկ այդ մեկ ծառի դեմ կամ այդ մեկ շնի դեմ, կատուի դեմ հակամարմին կա։ Ուրեմն ինչպես ենք մենք կարող այդ հակամարմինները քչացնենք, vaccine-ի հակառակ բանն է kind of, դա immunotherapy-ն է։ Օդային ալերգիայի համար մենք կարող ենք շատ ժամանակ բուժել կամ 70, 80, 90% ձեր ալերգիաները օգնել, որ քիչանան։ Եվ բստիկ ինչին դեմ որ դուք ալերգիա ունեք, դրանից շատ քիչ սրսկում ենք, մեջը դեղ չկա, cortisone, steroid չկա, վատ բան չկա, vaccine էլ չի, իսկ մի քիչ այդ կատուի պրոթինից կամ որոշ ծառերի, խոտերի, ինչի դեմ որ դուք ալերգիա ունեք, հատուկ այդ հիվանդի համար թեստը որ նայում ենք, թեստը որ արել ենք մորթի վրա կամ արյան մեջ, նայում ենք ինչ պետք ունեն եւ custom made ուրեմն mix ենք սարքում։ Եվ դա է մեր մասնագիտությունը եւ գալիս եք ամեն շաբաթ որոշ ժամանակ, մոտավորապես 4-ից 6 ամիս սրսկում եք ստանում եւ դա այդ IgE-ները հանգստացնում է։ Մարմնին ասում է որ դու ալերգիա չունես եւ այդ inflammation-ը, allergy-ն կամաց մեջից գնում է։ Միևնույն ժամանակ կարող ենք նույն բանը անել լեզվի տակ եւ որոշ բաների համար FDA approved է fully, որոշ բաների համար ոչ, բայց նույն բանն է անում։ Եվրոպա շատ են օգտվում դրանից sublingual drops։ Ուրեմն նորեն immunotherapy է եւ ինչի դեմ որ դուք ալերգիա ունեք, պետք չի ամեն շաբաթ գաք մեր օֆիսը, շատերի համար դժվար է երեխաները ունեն նայում եմ իմ երեխաներին դպրոցից հետո պիանո, պիանոից հետո բասկետբոլ, հնարավոր չէ, եւ շատ երեխաներ սկսում են սրսկումը օքեյ է, բայց շատերը չեն կարող հետևել ամեն շաբաթ, compliance-ի problem կա, ուրեմն drop-ներն են անում լեզվի տակ եւ նույն էֆեկտն են ստանում։ Մորթը ավելի էկզեման եւ ասման ավելի մի քիչ բարդ է, complicated է, ուրեմն ինչպես ասացիք նորեն immune system-ին կապ ունի, բայց հիմա շատ է առաջ գնացել մեր specialty-ին։ Առաջ միայն ինչ էինք անում, steroid էինք տալի, cortisone, որը շատ լավ չէ մարմնի համար։ Հիմա կարող ենք թե ասման, թե էկզեման եւ մորթի խնդիրներ, որը երբեմն հայվը, որ մարմինը դուրս է տալի, դա էկզեմա չէ, ամենտեղ կարմիր հատիկներ են դուրս գալի եւ սարսափելի քոր է գալի, կարող ենք anti-IgE, ուրեմն հակամարմին է այդ հակամարմինների դեմ, ինչպես դուք ասացիք ճիշտ, եւ դա շատ լավ դեղ է, դեղեր կան տարբեր, էկզեմայի համար էլ տարբեր դեղ է, որ immune system-ի օտար մասն է կանգ առնում, ստապանում, որ դուք կարողանաք էկզեման մեջից գնում է։ Այս վերջի 5 տարվա մեջ, 5-ից 10 տարվա մեջ իսկապես շատ ենք առաջադիմություն տեսել այս immunology-ի մեջ։ Այո, շատ ճիշտ է, քան որ այսպեսի մոդեցումները ինչքան որ մեր հասկացողությունը ավելի բարելավում է եւ գիտությունը հարաճանում է նույնպես նոր մագարտագի բուժումներ են ստեղծվում, որ յանի ինչպես որ ասեցիք, որոշ հիվանդություններ, որ բավական վատ սիմպտոմներ ունենան, քոր եւ այլն, շնչողության խնդիրներ, որ կարող եք ճշգրիտ կերպով այդ խնդիրը լուծել եւ որ իրենց ախտանշանները բարելավվին եւ կարողանան նորմալ կյանք ապրեն։ Մեկ շատ կարևոր բան է ուզում շեշտել, երբեմն դեղ կա, right, օրինակի համար antihistamine դեղերը կամ ստերոիդները
Ես իրենց ասում եմ band-aid approach-ն է, ուրեմն band-aid-ը մեկը որ վերք ունի, band-aid ենք դնում վրան, բայց չենք ուզում տեսնել պատճառը ինչ է, իսկ այս immunotherapy-ն, սրսկումները կամ drop-ները պատճառը ձեր սիմպտոմների ուզում են մեջից ստանել, ոչ միայն band-aid դնել problem-ի վրա։ Եվ իսկապես շատ անձեր, ոչ բոլոր անձերը, բայց շատ 70-ից 80% կամ ավել անձերը լավանում են բավականին եւ երբեմն բուժվում են։ Շատ բարի։ Նշեցիք քիչ առաջ ասեցիք կադուի կամ դի հարցնեմ որ հիմա ալերգիաներեն ամենան ասենք թե դարածված հարցերը դան մեջի գենթանիներու թեմ ալերգիաներեն լա շների կամ գադուների եւ այլն ինչպես եք դուք մոդենում եթե անշուշտ անցմը շուն ունի եւ նույն ժամանակին ալերգիա ունի ինչպես ինչ խորհուրդ կուտաք Այո դա շատ անձնական personal հարց է ուրեմն Ալերգիայի մեջ միշտ ամենաճիշտ բանը դա է որ ինչի դեմ որ դուք ալերգիա ունեք ոչիչացնել ուրեմն եթե շատ է լինում որ նոր ալերգիա է սկսում կամ թեկուց ազմայի սիմպտոմներ են սկսում մեկի մեջ շուն կամ կատու ստանալուց հետո եւ միշտ թեստը որ անում ենք ասում ենք այո դուք կամ ձեր երեխան իսկապես շնի կամ կատուի դեմ ուժեղ ալերգիա ունեք Ձեր առաջին option-ը դա է որ շունը կամ կատուն չունենաք տան մեջ։ Իհարկե 80-ից 90% անձերը շատ ուրախ չեն, երբ որ դա ասում ենք եւ ասում են նո շունս իմ երեխան է եւ ես հասկանում եմ դա։ Ուրեմն ինչ option-ներ ունենք, նույն բանն ենք կարող անել, immunotherapy-ն ենք անում, բայց միշտ ասում ենք ավելի ճիշտ է որ եթե ազմա ունեք իսկապես վտանգավոր է, որտեղ դուք ներս եք շնչում, ինչքան էլ մաքուր լինի շունը, ունի այդ պրոթինները, այդ հատիկները, ինչքան էլ քիչ մազոտ լինի, նորեն կա hypoallergenic, բայց նորեն allergenic է, ալերգիա է առաջ բերում։ So միայն ճիշտ բուժումը այդ ժամանակ այդ immunotherapy-ն է, որտեղ մենք շատ լավ ձևով կարող ենք սրսկումով կամ drop-ներով լեզվի տակ շունի եւ կատուի դեմ պայքարել եւ այդ allergy-ն մեջից ստանել։ Եվ շատ անձեր ուրախ են։ Ունենք մեկ օրինակի համար հիվանդ, նա ունի 6 կատու։ Մեծ տիկին է եւ շատ վատ ազմա ուներ։ Ինքը շատ լավ reaction ունեցավ սրսկումներին եւ հիմա չի ստանում Եվ օքեյ է, բայց ոչ բոլորն են բուժվում։ Այո, ուրեմն յանի վերջի վերջով եթե անցմը ունի ալերգիա եւ ուզում է բահել իրենց շունը եւ գադուն, կարող եք օգնել իրենց, որ քոնե ցանկերդին մի քիչ ավելի հանգիստ լինի այդ։ Այո։ Պիտի հարցնեմ ցեզի, որ դուք քիչ առաջ խոսում էինք food allergy, այսինքն գերագուրի թեմ ալերգիա։ Եվ environmental allergy, օդի մեջ եղած ալերգիկ հյութեր, իրարու հետ ինչ կապ ունին, ասում, կարող է մի հատը մյուսի թեմ ալերգիա պատճառ է։ Ուրեմն, եթե դուք կերակուրի դեմ anaphylaxis ունեք, ամենաուժեղ ալերգիան, որ շատը կա peanut-ի դեմ, կամ որոշ ձուկի դեմ, shrimp-ի դեմ, դա կապ չունի օդային ալերգիային։ Ուրեմն թեկուց եթե դուք ալերգիա ունենաք այդ կերակուրներին 90% օտար ալերգիա չեք ունենա։ Շատ այնց genetic link չկա որ մենք գիտենք մասին։ Իսկ որոշ կերակուրներ կան եւ շատ հետաքրքիր է ուրեմն միրգեր, պտուղ եւ բանջարեղեն, որոնք չեք էփվում։ Եթե եփված չլինի եւ դուք ծաղկափոշի դեմ ալերգիա ունենաք դա կապ ունի այդ կերակուրների հետ եւ մարդիկ կան որ շատ ուժեղ եղանակի ալերգիա ունեն այս pollen-ների դեմ եւ այդ պատճառով չեն կարող բանջարեղեն կամ միրգ ուտել օրինակի համար եթե դուք oak tree-ի դեմ ալերգիա ունեք խնձորը երբեմն դժվար է ուտելը որտեղ բերանի մեջ քոր է առաջ գալի Նույնը օտար բաներով գազարը, carrots չեք կարող ուտեք, եթե որոշ weed-երի դեմ ավելի աշնանային ալերգիաներ ունեք։ Եվ նորեն այդ սրսկումները այդպիսի կերակուրների ալերգիայի դեմ օգտում են, որտեղ եթե ձեր pollen-ի, ծաղկափոշի ալերգիան մեջից գնա, այդ կերակուրի ալերգիան էլ թեթևանում է։ Շատ հետաքրքրական։ Այո։
Հարց մտամ հիմա ավելի այս մանկապժական կողմից, քան որ դուք ձեր practice-ի մեջ տեսնում եք ամեն տեսակ։ 1 րոպե մնաց, եթե շուտ կարող եք ասել։ Գուցե միջոցներ կան, որ կանխել, prevent անել ալերգիկ խնդիրներ երեխաների մեջ, առաջ որ դենց ալերգիաներ առաջանան։ Այո։ Շատ լավ հարցում է եւ 100% պատասխան չկա։ Ուրեմն բոլոր academy-ները, society-ները փոխել են իրենց recommendation-ները, խորհուրդները, բայց շատ արագ ասեմ, որ հիմա եթե երեխան 4-ից 6 ամսական է եւ կերակուրը ձեր pediatrician-ը ասում է, որ կարող եք սկսել նորմալ կերակուր, բացի կաթ, ուզում եք շուտ կերակուրները introduce անել։ Օրինակի համար այդ կերակուրները, որ ալերգիային առաջ բերում, peanuts եւ nuts, ձկնեղեն, ամեն ինչ երեխան կարող է ուտել, բայց մեկ հատը, ամեն անգամ մեկ հատ, եւ դա կարող է առաջը բռնի, որ երեխան ուժեղ ալերգիա չունենա կերակուրի դեմ։ Շատ կարևոր հարց ասեցիք։ Դոկտոր Հարիրի, շատ շնորհակալ ենք ձեր ներկայության, իսկապես այս կարևոր նյութեր անպայման ցեզի նորեն կհրավիրենք, որ շարունակենք այս նման հարցազրույց։ Սիրելի հայրենագիտներ, շատ շնորհակալ ենք ձեր ներկայության, մեկ պիտի տեսնվենք 2 շաբաթից, մինչև տեսնվենք, առողջ մնացեք, բարի գիշեր ձեզ։